Արժույթի միջազգային հիմնադրամի թիմը եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններն աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել քաղաքականությունների շուրջ եռամյա պահուստային ծրագրի շրջանակում 5-րդ ամփոփիչ ստուգումն ավարտելու համար։ Նշվում է Իվա Պետրովայի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի հայտարարության մեջ մարտի 31-ից ապրիլի 10-ը Հայաստան կատարած այցի արդյունքում։ Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ-ի գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից այս ամփոփիչ ստուգման քննարկումը նախատեսվում է հունիսին։ Այս հաստատումը հնարավորություն կտա օգտվելու շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլարից։ Պահուստային ծրագրի մեկնարկից սկսած ընդհանուր հասանելիությունը հասցնելով շուրջ 149 միլիոն ԱՄՆ դոլարի, նշվում է հաղորդագրության մեջ։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է SPA-ի 36-ամսյա կանխարգելիչ ծրագիրը Հայաստանի համար, որն աջակցում է իշխանությունների ջանքերին մակրոտնտեսական, ֆինանսական եւ ֆիսկալ կայունությունը պահպանելու եւ ներքին տնտեսական օրակարգն առաջ մղելու համար։ Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը։ 2025 թվականի հունվար-մարտին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 597 միլիարդ դրամ, ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 102.1% կատարողական։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.8%-ով կամ շուրջ 72 միլիարդ դրամով։ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կազմել են 576 միլիարդ դրամ, ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրի 70.4% կատարողական։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 9.6%-ով կամ 50 միլիարդ դրամով։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Եվրասիական կայունացման եւ զարգացման հիմնադրամի աջակցությամբ նպաստելու է ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը Հայաստանում։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։ Նոր նախաձեռնության միջոցով համագործակցելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ, Պարենի համաշխարհային ծրագիրը կվերապատրաստի ավելի քան 125 աշխատակցի 15 ջրօգտագործող ընկերություններից ինժեներական, իրավական, մարդկային ռեսուրսների, ֆինանսների եւ գնումների ոլորտներում։ Վերապատրաստումները կիրականացվեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։